Դե ինչ, այս անգամ եւս պետք է անդրադառնանք Գագիկ Ծառուկյանին։ Ուրեմն այսպես. Այն որ անդրադարձել էինք, որ այս մարդը լինելով քաղաքական կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, շոկահարվում է, երբ որ իրեն ուղղում են քաղաքական հարցեր։ Հասկանալի է, թե այդ սինդրոմը երբ առաջացավ։ Երբ որ Սերժ Սարգսյանը նրան արգելեց զբաղվել քաղաքականությամբ։ Եվ Սերժ Սարգսյանին հասավ օգնության Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, նույն ինքը Մղչյանցի մուկը։ Թե բա եթե քաղաքականությամբ զբաղվես, մի հատ էլ կբամփենք։ Ծառուկյանն այդ օրերին չզլանալով հայտարարեց, թե բա զադնի չեմ դնի, բայց արի ուտես, որ մինչ այսօր պարկինգ արած կանգնած է։ Հիմա Գագիկ Ծառուկյան, ասելիքներս էնա, կարող է հիմա էլ մյուս խնամիդ, գրզոնը ասում քաղաքականությամբ չզբաղվես, թե չկարողա խնամիներով այս անգամ երկու բամփենք։ Ճիշտն ասած Գագիկ Ծառուկյան, քո վրա էլ խնամի չեկավ։ Հետո մի բան էլ Ծառուկյանն ապրած կենա։ Քաղաքականությունը գինի չի, ոչ էլ կոնյակ, որ դնես, հնեցնես, ասես մոտակա 10 տարին չենք պատասխանելու քաղաքական հարցերին, օրինակ։ Բայց հանուն արդարության պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 1-1 1000-ից 1 համարձակություն է հավաքում իր մեջ եւ քննադատում է Նիկոլի վարած քաղաքականությանը, ազդարարելով, որ Փաշինյանը երկիրը տանուլ է տալիս։ Հիմա կգանք քեզ։ Իսկ Նիկոլը գոնե Արցախի պատերազմի ժամանակ ամեն դեպքում ինչքանով որ կարողացել է, իր գիտելիքների համաձայն պայքարել է։ Օրինակ մարդկանց կոչ արել ճուլաններից սաղավարտներ, զրահաբաճկոններ գտնել եւ տալ իրեն։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչ էր անում Ծառուկյանը այդ օրերին։ Չմոռանանք, որ ներդրումը ավանդ է այդ օրերին, հանուն ազգի, քեզ հաջողվեց չկորցնել, պահպանել Կորեայի ձորը։ Ասածներս ինչ է, Գագիկ Ծառուկյան, որ քննադատում ես Նիկոլ Փաշինյանին Արցախ կորցնելու մեջ, շատ ճիշտ ես անում։ Բա մեկը չկա հարցնի, այ Գագիկ Ծառուկյան, Շանգրիլայում կամուֆլյաժ նիվեքով, զորքով, զենքով, զրահով որ հավաքվեցիք ու ազգին էլ հույս տվեցիք, որ չերես Գյանջա մտնում եք Բաքու, հետաքրքիր է Կորեայի ձորից մինչև Ռայկոմ կամ Մանումենտիսատ հասակ թե ոչ։ Անենց շուխուր էիք դրել, որ Գյանջայով մտնում եք Բաքու, որ Ալիևը ստիպված հետախուզական բայրակտարն ուղարկեց, եկան կոնկրետ Աբովյանը նկարեցին տարան։ Բայց այդ ավանդի համար պետքա շնորհակալ լինի ազգը, որ քո շնորհիվ Շանգրիլայից մինչև Կորեայի ձորընկած հատվածը պահպանվեց։ Եվ մի հատ էլ падգամավոր ունեիր ժամանակին, ում պատերազմից հետո հարց են ուղում։ Բա հավաքվեցիք կամուֆլյաժ դիվեքով թոզուդուման արեցիք, բա ինչի չհասակ սահման։ Ու ես էլ պատասխանում ա, թե բա գնայինք անիմաստ զոհ դառնայինք, որ ինչ անեինք։ Այլ հարց է, թե նախկին падգամավորդ ում ինչ կերպ վիրավորեց այդ խոսքով։ Բայց ժամանակին քեզ գովաբանող, քո թևի տակից դուրս չեկող Գևորգ Պետրոսյանը, մինայի տես թե այժմ էլ ինչպես է գովաբանում Դոկ Կոչեցյալին կամ էլ այդ օրը ձեռքի տակ հայտնված որևէ անշարժ գույքի։ Ու դա այն Գևորգ Պետրոսյանն է, ում մասով Դոգը իր եթերում հայտարարեց, որ տարել նվաստացրել ես քո ֆազենդայում։ Հիմա էլ Գևորգ Պետրոսյանը ջանք չի խնայում գովաբանելու, որ քեզ վերջին խոսքերով վիրավորող Դոգը ամենակարող քաղաքական ուժն է, ով կարող է ՀՀ-ում բան փոխել։ Անենց որ ուրանալ էլ կա, ուրանալ էլ։ Գագիկ Ծառուկյան, հիմա հասկանում ես, չէ, ինչի է կուսակցությունդ այդ օրին, քանի որ շուրջդ հավաքված են եղել դավաճաններ ու սապոնվողներ։